Աշխարհը բացի կրեատիվների, իսկ Hyfind-ի կրեատիվը ձեր բիզնեսի, կոնտենտի եւ բլոգինգի նոր հնարավորությունների համար։ Դիանա ջան, ողջույն։ Շնորհակալություն, որ չեք մերժել եւ այսօր մեր կրեատիվի հյուրն եք։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի է։ Քեզ բազում անելիքներ ա սպասում, քանի որ մեր հաղորդումը ֆորմատից, այսպես հաղորդման ֆորմատներից մի քիչ դուրս ա լինելու, խաղային ձևով ա լինելու, որ մարդիկ քեզ նոր ձևով բացահայտեն, ընդհանուր իմանան ինչեր ա կատարվում բլոգինգի ասպարեզում, թե բիզնեսի ու կոնտենտի հետ ընդհանուր։ Շատ լավ։ Այո, փորձել ենք կրեատիվ տարբերակներով, նոր ձևաչափով բացահայտել եւ նորովի ճանաչել ձեզ։ Պատրաստ եք։ Չէ։ Ոչ կերծը, ես բոլոր պատասխանները։ Չէ, պատրաստ եմ։ Պատրաստ եք, շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրեմն մենք այնտեղ ունենք տարայի մեջ լսված են այն բոլոր բիզնեսների անունները, որոնք գրանցված են Hyfind կետերում։ Հանում եք մեկ անուն, Տեսնենք ու բախտում ենք։ Չես վերցրել։ Խառնում էի։ Fruity snack։ Fruity snack, ըստ ձեզ, ինչ բիզնես կարող է լինել։ Երևի առողջ ապրելակերպի հետ կարող կապ ունենա, մրգային ինչ-որ բատոնչիկներ, ըստիս։ Լավ, բարձեք հիմա միասին։ Իհարկե։ Շատ լավ։ Հիմա ես բացում եմ Hyfind կետերումը, գտնում Fruity snack-ին ու հասկանանք ինքը ինչով է զբաղվում։ Fruity snack, մրգային չիպսեր 100% բնական, առանց շաքարի եւ կոնսերվանտների։ Հիմա կարող եք էջը մի փոքր նայել, հա։ Ես մի փոքր ուրիշ ձև էի պատկերացնում։ Դե բայց չէ, ամեն դեպքում իր անունը արդեն իր մասին ինչ-որ մի բան ասում է, որտեղ հստակ առողջ ապրելակերպ ասվեց, չիպսեր ասեցիր, թե սնեքեր ասեցիր։ Չէ, ասեցի snack։ Հա, Սնեքեր առողջ։ Դուք արդեն էջը կարող եք բացել, մի փոքր նայել։ Իսկ իսկ ունա process ոնց որ թե չկա, հա, ինչպես է պատրաստվում, ամբողջությամբ նկարներ է արված։ Պրոդուկտից նկարներ Այո, միայն պրոդուկտից նկարներն, իսկ parallel Շատկային բան չկա, որ հասկանան, որ հաճախորդը պատկերացնի ոնց է պատրաստվում։ Եվ մի բան եմ ուզում նշել, որ ամեն անգամ, երբ մեր բլոգերները հանում են որևէ բիզնեսի անուն, մենք փորձելու ենք տվյալ էջի հետ կապվել ու մեր հաջորդ հաղորդմանը հրավիրել։ Այնպես որ ֆրուտիսներ ձեզ տեսնենք։ Առաջին խաղը, որը կսկսենք, կոչվում է ընտրության պահը։ Երբ այստեղ շտապելը դառնում է պարտադիր պայման։ Ինչու՞, որովհետև հնչելու են բլից հարցեր ու դու պետք է շատ արագ կողմնորոշվես ու պատասխանես այդ հարցերին։ Այո, Պատրաստ ենք։ Լայքերի համար անիմաստորեն նկարել, թե տեսակցի առաջ լացել։ անիմաստորեն նկարել։ Արմոդյան սուրճ, թե միանգամից հեռախոս։ Մի անգամ ցերախոս։ Դա բլոգեր կյանքն է։ Լավ է hater follower, թե քծնող follower։ Կցնով որնա։ Այդ ինչ մանես չանես ոյդիկ շոտ լավնեք, ոյդիկ լավնեք, կամ չունի ինչ ես անում, վատա լավ է, որ hater, չէ, hater։ Content bond ստացվի, թե պլանավորած։ Պլանավորած։ Բլոգեր ինչ ես ուզում տեսնել, թե լուր ներվայնանալ։ Բլոգեր։ Բամբասանք լսել քո մասին, թե ընդհանրապես թող չխոսեն։ Թող լսեն։ Ինչ է լսում իմ մասին, դա քիչ։ Մեկ շաբաթ առանց ինտերնետ, թե մեկ ամիս առանց շոփինգ։ Մեկ ամիս առանց շոփինգ։ Ֆիքսեք ես բան։ Գովակ բրենդի հետ, որը ընդհանրապես չես սիրում, բայց բյուջեն 500,000 է, թե անվճար գովակ քո շատ սիրելի բրենդի հետ։ Ես հենց տենց էլ անում եմ, բայց չեմ ասի։ Անվճար գովակ։ Սիրելի։ Իսկ դե իմ կամքով եմ անում, ավելի լավ է ես վճար եմ օգտվում տվյալ պրոդուկտից, քան նույն ոլորտից այլ մրցակցի գումարով։ Հա, որը ընդհանրապես չեմ անում։ Ուտել կիտրոն, առանց ծամածռության, թե նայել ամենաառաջին քո տեսանյութը։ Ուտել կիտրոն առանց ծամածռության։ Կամա, կտրում եմ կդնես։ Իմիջալյուս մենք կիտրոն ունենք։ Ուղղակի շատ երկար, ես կուտեմ կիտրոն։ Իմ բրից հարցերը այսքանն էին,
անցնենք առաջ։ Դիանա ջան, այս պահին ունենք գրիաներ սեղանին եւ ունենք ավազային ժամացույց։ Ավազային ժամացույցը 1 րոպե տևողությամբ է։ Այս մի ընթացքում 1 րոպեի ընթացքում մենք բարձրացնում ենք գրիաներ, որտեղ նշված է որևէ առարկայի անուն։ Դու փորձում ես գրիային ներսում նշված առարկաները ասոցացնել բլոգինգի կամ քո կյանքի հետ ու կապել որևէ գաղափարի հետ ու ասել, եթե գրիան դիմներ օրինակ այս առարկան, ես այն կօգտագործեի իմ կյանքում կամ բլոգինգում որպես ու շարունակությունը դուք պետք է ասեք։ Ընդհանրապես 1 րոպեում ինչքան հասցնենք գրիաներին։ Շատ լավ, բայց մինչև սկսելու ուզում եմ հասկանալ, քեզ համար գրիան ինչի հետ է ասոցացվում, կամ ում հետ է ասոցացվում։ Դանդաղաշարժության հետ։ Իսկ մեր հաղորդման ընթացքում գրիայի մենք ասոցացնում ենք հաջողության հետ, դանդաղ քայլերով, հստակ նպատակների հետևից ենք ունենում։ Սկսենք Ծաղիկներ ագրել։ Իծանքները թարմություն, շահություն։ Ծաղիկները ստեղ գրած, գարուն, թարմություն, նրբություն։ Մյուսը ո՞րն է կընտրելու, ես փորձեմ արագ օգնել։ Միկրոֆոն, սա իմ կյանքի անբաժանելի մասն է իմ բլոգում։ Բանալի, բան առանց որի ես չեմ կարող ապրեմ, որովհետև ամեն օր իմ Բայց մենակ տունա, բանալի, դու իշ բաների հետ չես բաների հետ, հա, նոր դրներ, այո, սաներ, իգենա, ուտելիք, սեր, one love, Դարի մուդիան Մի հատ կհացնեի։ թեյնիկ, դե քանի որ ես գնալով ծերանում եմ, երեկոյան ժամերին ինձ սա պետք է տաք։ Վերջ։ Всё? Այո։ Ռեսպեկտ իմ չէր, բայց մի հատ իմ Այո, Աշ թեյնիկը ձեր ասման հետ ինչ կապ է։ Դեպի կանաչ չայ եմ խմում իրիկումները, որովհետև ձեր եմ արդեն տա, ստամոքսի հետ կապված խնդի գրիչ։ Դիանա ջան, մեր հաջորդ խաղը կոչվում է 7 վայրկյան։ Այստեղ կան հարցեր, հարցերին պատասխանելու եք փորձելու եք պատասխանել 7 վայրկյանի ընթացքում։ Ես օգտագործելու եմ վայրկյանաչափ։ Նախքան սկսելը խաղը ես մի հարց ունեմ։ Երբ քեզ ասում եմ արագացրու ժամանակ չկա, ինչ արձագանք եք տալիս այդ նախադասության այդ արտահայտության։ Դե ասում եմ որոշանան ոչ են սպանի։ Բայց որ շտապած Չէ, բայց ինչքան որ փորձում եմ դիտմամբ թեկուզ ուշանալ ինչ-որ տեղից, միշտ ընդհակառակ ավելի շուտ է հասնում։ Red flag-եր համագործակցությունների ժամանակ, որն է առաջին red flag-ը, որից հետո հրաժարվում ես համագործակցությունից։ Կանխավճար չեմ ուղարկում, գործը սկսելուց։ Արագ պատասխանեցի։ Միֆեր սոցիալական մեդիա դաշտում, որն է ամենամեծ միֆը բլոգեր լինելու մասին, որ բլոգերները շատ է գումար աշխատում։ Նայած բլոգեր։ Դե նայած բլոգեր, բայց Հա, Հագեն դեպս մարդիկ այլ ձեր են պատկերացնում, որ մենք վինովատ ենք, բայց հատկապես եթե լայքեր և ինչ-որ կոմենտներ է գրում, հաստատ դրանից չեն Հայաստանում։ Հա, այնել Հայաստանում։ Հոգնածություն և վերականգնում, ինչն է քեզ օգնում արագ վերականգնումը դեր։ Քնելը։ Ամենալավ Ահա, տարալի սա։ Կարելի լավացնել։ Ավելի տարբեր։ Արժեքներ, թե արդյունք, որը կընտրես, արժեքներ, թե բարձր դիտումներ։ Արժեքներ։ Ես արժեքներ չէ։ Արժեքներ։ Իշեց իրա պոբլեմ։ Իրական թե վիրտուալ, իրական բայց հազվադեպ շփում, թե վիրտուալ ամենօրյա կապ։ Իմ համար երևի թե վիրտուալ, բայց ամենօրյա կապ։ Սխալներ, որ չես կրկնի, սխալ, որը բլոգինգում քեզ շատ խանգարեց։ Ես սխալ ոչինչ չեմ արել։ Անկեղծություն։ Կա թեմա, որի մասին դեռ առիթ չես ունեցել անկեղծ խոսել։ Այո, կա, որի մասին դեռ հիմա չեմ պատրաստ խոսել։ Իսկ պատրաստ ես մի օր խոսել դրա մասին։ Երևի թե չէ։
Եթե պատրաստ լինեմ, արդեն իմ համար անցած թեմա կլինի։ Չէ՞ դու պետք չի թվում այդ բաց գիրք լինել։ Անցնենք մեր հաջորդ խաղի։ Հիմա մենք ունենք հետևյալ առաջադրողներ։ Մեզանից յուրաքանչյուրը մեկ բառ է ասելու, եւ այդ 3 բառերը կապելով իրար, դու փորձելու ես մի փոքրիկ ուղերձ ասել, ինչպես քո, այնպես էլ մեր լսարանի։ Լուսինեից սկսենք բառը։ Պատահականություն։ Ընկերություն։ Նվիրվածություն։ Իրոք ստեղ էլ է դուք։ Չի։ Այստեղ մի պատասխան քաշի վայրը։ Հա, պես։ Կկտրեգես։ Մենք չենք դարվել։ Լավ, հաջորդը ինչ պետք է լինի։ Ունենալու ես 20 վայրկյան ժամանակ եւ ունենալու ես 1 հնարավորություն ուղարկելու 1 ձայնային, որպես խորհուրդ քեզ անցյալը։ Ինչ խորհուրդ կարող ես քեզ տալ անցյալը։ Ես արդեն եկեր, ձայնային ես ուղարկեմ, Տելեգրամից избранныйներում։ Դուք Տելեգրամից բռնել։ Խորհուրդ անցյալում Դիանային, ես ինքս ինձ խորհուրդ եմ տալիս, սիրելի Դիանա։ Դու չպետք է ոչ մեկի լսեիր ու պետք է առաջնորդվեիր քո նպատակների հետևից, որովհետև մեկը հիմա էլ ես հասնում նրան ինչին, որ ուզեցել ես հասնես 10 տարի առաջ, գոնե 10 տարի առաջ կգնեիր, ոչ թե հիմա կարասնեիր։ Տարբերական։ Որովհետև նույն կետին եմ հասնում, բայց 10 տարի ուշացումով ինչ-որ արգելքների, բանի պատճառով։ Ինքս ասեմ։ Այս նաև թող շատ ուսուցողական լինի շատ մարդկանց համար, ովքեր լսում են բոլորին բացի իրենցից։ Այո, դե։ Ամենակարևորը առաջին ինքս լսում ես։ Ու քո ցանկությունները չես սեղմում։ Ռամկի մեջ ես։ Դե պրոստի։ Ոնց ծնողներս էին արգելք հանդիսանում։ Բոլորի Ես էլ այդ տան մեջ ապրելով չես կարող էլի։ Այս վիդեոն նկարեմ։ Հիմա վիդեոն։ Քանի որ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում ու եթե ես հայտնվում եմ ձեր կյանքում որպես ընկեր, ապա միշտ իմացեք, որ ես նվիրված ընկեր եմ։ Բրավո։ Շենը հազարին էլ ասեմ, ինձ ես մի բան է պետք է, չկարամ ֆիզիկապես հասնեմ, դաստավ կապանեմ, եթե ինձ գիտեմ, որ այդ մարդուն տվյալ բանը պետք է որ հասցնեմ, թանել մի օրինը, լիմոն ջերնը, դեղ, ճաշնակ։ Սիներ, ունես ճաշնակ։ Ոչ։ Շատ մերսի Դիանա ջան, շատ հաճելի էր ու ես ուզում եմ շնորհակալություն եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ այստեղ եք։ Ահա եւ վերջ մենք փորձեցինք նորովի ճանաչել եւ բացահայտել բոլորի կողմից սիրված Դիանա Ոսկանյանի եւ մենք ակնկալում ենք նաեւ քո կարծիքը լսել, թե արդյոք հավանեցի հաղորդումը կամ քեզ ինչ տվեց այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ նորից հրավերի համար, այս հաղորդումը ինչ սկսել է ես էլի կախեցնայի, ես չհասկացա ժամանակը ոնց անցավ, որովհետև շատ հետաքրքիր էր մտածված, թե այս խաղային, թե բլից հարցերը բան, շատ հետաքրքիր անցավ ու առանց լարվածության, ինչը հիմնականում բոլոր հաղորդումների սկզբում լինում է, բայց երբ մթնոլորտը այդ լարվածությունը շրջանցեց։ Դիանայի էներգետիկան ֆանտաստիկ է, ովքեր որ առիթ ունեցել են իր այդ շփվելու կամ հետագայում ունենան, ու դա պարտադիր իմացեք, իրական հետ նստած դու ավտոմատ շփվում ես։ Այդ քայլով մարդ պրայզնիկ, չիվարեք պրայզնիկն ես դու։ Դիանա ջան, հետևեք անպայման Դիանայի էջին, հետևեք Hi-Fi-ի էջին, որպեսզի մնացած մյուս կրեատիվներն բաց չթողնեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մեր հաջորդ հաղորդման ընթացքում մենք կփորձենք բացահայտել նոր գաղափարներ, տարբեր մտածողություն եւ տարբեր գործողություններ։ Շնորհակալություն։ Մենք փոքրիկ նվեր ենք պատրաստել քեզ, Դիանա ջան։ Մեր կրիայի նկարներով ստիքերներ։ Ասել եմ։ Իմ աղջիկը շատ կհանի։ Եվ նորից փոքրիկ նվեր Hi-Fi-ի թիմի կողմից։ Շնորհակալ եմ շատ։ Կրեատիվ չկինի, կտանեմ տուն։ Այո։ Մերսի շատ։ Քեզ էլ։